Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Աննա Կոկանյանը։ Ողջույն Աննա ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Աննա ջան, սկսենք առաջին հարցից։ Մի փոքր պատմեք ձեր մասին։ Իհարկե մարդիկ սոցիալական տարբեր հարթակներում ձեզ բազմիցս տեսել են, բայց կցանկանանք ավելի ներկայացնեք ձեզ որպես անհատ։ Թամարա ջան, իրականում այն կերպարը, որը երևում է էկրաններից են կողմ, եւ այն մարդով նստած է ձեր առաջ, բնականաբար տարբերվում են։ Իրական կյանքում ես շատ ավելի ամաչկոտ եմ։ Էկրանից են կողմ թվում է, թե շատ համարձակ եմ, բացարձակ կոմպլեքսներ չունեմ, վախեր չունեմ, եւ շատ ակտիվ եմ։ Իսկ իրական կյանքում կարելի ասել նաև ինտրովերտ եմ, շատ քիչ քանակության մարդկանց հետ եմ շփվում, ավելի սիրում եմ sense մենակությունը, հանգստությունը, որտեվ տպավորությունն է, որ ես շատ ակտիվ կենսակերպ եմ վարում, բայց իրականում մի փոքր այդպես չի։ Սկսենք նրանից նաև, թե ինչպես ձևավորվեց ձեր ակտիվությունը սոցիալական հարթակներում։ Դեռևս մինչև կովիդներ, Facebook-ում ամեն ինչ սկսվեց Facebook-ից, Women's Corner նման խումբ կար Facebook-ում եւ այդտեղ շատ ակտիվ գրառումներ էի անում, եւ ոչ միայն գրառումներ, այլև մեկնաբանություններ էի թողնում ու այդ բոլոր մեկնաբանություններն ու գրառումները հավաքում էին տասնյակ, հարյուրավոր լայքեր ու շատ արձագանքներ էին ստանում ու ես հենց այդ պահից հասկացա, որ մարդկանց դուր է գալիս իմ հումորը ու բացի այդ անպայման ասեմ, որ դեռ փոքրուց մեր տանը միշտ մենք նայել ենք կավեն, կարգին հաղորդում, մի խոսքով բոլոր հումորային հաղորդումների մեծ ֆանատ ենք եղել ու հումորը փոքրուց սենց եղել է իմ մեջ եւ Facebook-ը որպես այդպեսին ոնց որ դեբյուտ էր, այդտեղ ես ինձ սկսեցի արտահայտել, ներկայացնել ու հենց այդտեղից հասկացա, որ ես ավելի հեռուն եմ գնալու, քան Facebook-ը։ Իսկ ինչպես էր ձեր ընտանիքի անդամների արձագանքը, որ դուք պետք է արդեն որոշակիորեն համացանցում ակտիվություն դրսևորեք։ Այնքան սահուն ստացվեց, որ նախ սկզբից լուրջ չէին ընդունում։ Եվ եթե կհիշեք համաճարակներ, կովիդներ են ժամանակ, բոլորս տներում փակված, վախեցած, ինչ որ դեպրեսիվ վիճակ էր, ու ես այդ կերպ լսելով նախ TikTok-ի մասին, Facebook-ին հաջորդեց TikTok-ը, գրանցվեցի այդտեղ ու փորձում էի ինչ որ կերպ ցրվել, այդ լարվածությունը, այդ վախերը իմ մեջից հանել եւ նկարահանում էի տարբեր հոլովակներ, որոնց իմ ընտանիքը լուրջ չէր վերաբերվում, հոսում էր ինչ ես նկարում, համար ես նկարում, ու ես բացատրում էի, որ ուղղակի տենց լիցքաթափվում եմ ու կապ չունի թե ով է այն կողմից նայում, սա ինձ օգնում է։ Քիչ TikTok-ում արդեն ճանաչելիություն ձեռք բերեցի, սկզբից կարելի ասել նեգատիվ էին նրանք վերաբերվում, որտեվ վատ մեկնաբանություններ տեսնելով նեղվում էին ու ինձ հարցնում էին, չես նեղվում, որ ինչ-որ մեկը քեզ վատ բան է ասում ու նաև ասում էին, որ լուրջ չի, ինչի դա պետք եւ այլն, բայց հետո հասկացան, որ իմ գործին դա շատ օգնեց, որովհետեւ մարդիկ տեսնելով ինձ էկրանից են կողմ, ճանաչելով ինձ, ձգտում են նաև իրական կյանքում էլ իմ հետ հանդիպել եւ իմ մասնագիտությունը մազահեռացում եմ կատարում աղջիկներին եւ կանանց, որպես sense կամուրջ հանդիսացավ, որ այցելելով իմ մոտ մազահեռացման կարող են նաեւ ինձ տեսնել, ճանաչել եւ այդպես իմ գործունեությունը ծաղկեց։ Աննա, նաև դուք նշում եք, որ հիմնականում սոցիալական հարթակներում մարդիկ այլ կարծիք ունեն ձեր մասին, որ իրականում դուք ավելի այլ տեսակի մարդ եք, բայց պատճառը ո՞րն է հանդիսացել, որ տվյալ կարծիքը ձևավորվել է, այսինքն ի՞նչն է հանդիսացել, որ մարդիկ այդպես են մտածել, թե հոլովակների բովանդակությունից է դա գալիս արդեն։ Հոլովակները շատ իրականում 1-2 րոպե են ու այդտեղ հնարավոր չի տեսնել շատ բան բացի հումորը, մանավանդ իմ մոտ հումորային հոլովակներ են, այդտեղ նաև ես անդրադառնում եմ իմ հեյթերներին, էլի այդպես համարձակ ձևով ցույց տալով, որ ես բացարձակ իրենցից չեմ նեղվում, բայց իրականում կստեմ, որ
հասեմ, որ այդ նեգատիվը բացարձակ չի ազդել իմ վրա, կար ժամանակ, որ շատ է ազդել։ Ուղղակի կամաց ադապտացվել եմ այդ վիճակին ու հումորը կրկին օգնել է, որ ես ավելի թեթև նայեմ։ Այդ կարճ հոլովակների միջոցով շատ քիչ է հավանական տեսնել այն խորությունը, որը իրականում իմ մեջ կա։ Եվ դուք հիմնականում բացասական արձագանք տարբեր թեմաների շուրջ եք ստանում, դա կլինի կամ տարիքը կամ արտաքին տեսքը մարդու, հիմնականում ինչպես եք ընդունում, արդյոք դա ձեր ինքնագնահատականի վրա չի ազդում։ Սկզբում շատ էի նեղվում, բայց հետո հասկացա, որ այդ մեկնաբանություն գրողները ավելի շատ գրում են իրենց մասին եւ դա որից է կերպ իմ հետ կապ չունեցող թեմա է։ Ու հիմա երբեմն լինեմ անկեղծ, Թամարա ջան, երբեմն մտնում եմ ու փնտրում եմ վատ կոմենտ, ասում եմ գտնեմ ինձ պետք է այդ կոնտենտը հիմա, որտեվ մարդիկ սիրեցին այդ ֆորմատը, երբ ես հեյթերներին իդեպ առանց որից է անշնորհ բառ ասելու, առանց որից է կերպ վիրավորելու, շատ գեղեցիկ ձևով անդրադառնում եմ, ու դա դառավ նաև իմ հիմնական ֆորմատը եւս։ Այդպես հիմա այդ կոմենտները ինձ զվարճացնում են, բայց կար ժամանակ, որ ես իրենցից շատ նեղվում էի ու մտածում էի երևի իսկապես ես տգեղ եմ, երևի իսկապես ես շատ ծեր եմ արդեն, բայց հաղթահարեցի այդ փուլը։ Դուք նաև երկար պատմություն ունեք եւ վաղ տարիքում ամուսնացել եք, որը շատերին միշտ հետաքրքրում է եւ հիմնականում հարցեր են ձեզ ուղղում, կպատմեք մի փոքր այդ շրջանի մասին։ Ես ամուսնացել եմ 20 տարեկանում, բավականին լինելով անփորձ երեխա եւ ամուսնալուծվել եմ 24 տարեկանում, սակայն շատ են այո հարցեր եղել, թե պատճառը որն է, բայց երբևիցե ինչ-որ տենց հին պատմություններ բարձրաձայնելու ու փնովելու մարդկանց կամ ցանկություն չեմ ունեցել, դրա համար ուղղակի ասել եմ, որ չենք հասկացել իրար, բայց այնտեղ շատ ավելի խորքային խնդիրներ են եղել։ Պատճառը եղել են տարաձայնությունները, թե եղել են այլ խնդիրներ, որոնք հենց հիմք են հանդիսացել ձեզ համար, որ վերջտակի վերջո տվյալ ամուսնությանը։ Եղել են այո խնդիրներ, նաև տարաձայնություններ, նաև հարցեր, որոնց հետ ես չէի կարողանում հարմարվել ու ինձ թվում է ոչ մի նորմալ մարդ իմ փոխարեն դա անել չէր կարող եւ ասեմ, որ ամուսնալուծությունը թերևս իմ պարագայում դա լավագույն որոշումն էր։ Ես բնավ չեմ քարոզում կանանց, որ քանդեն իրենց ընտանիքները, լքեն իրենց երջանիկ, չգիտեմ, իրենց ամուսիններին եւ այլն, բայց կան դեպքեր, երբ ամուսնալուծությունը դա միակ adekvat լուծումն է եւ իմ մոտ դա այդ դեպքերից մեկն էր։ Իհարկե դա անձի որոշումն է, թե որ տարիքում պետք է ամուսնանա, բայց իրականում ինչն էր ձեզ համար հիմք հանդիսացել վաղ հասակում ամուսնանալ եւ արդյոք չկար վաղ։ Վաղ այդ տարիքում իմ մոտ ոչ մի բանի հանդեպ չկար, Թամարա ջան։ Ես այնքան խիզախ էի այդ տարիքում եւ գնալով հիմա արդեն հասկանում եմ, որ որքան մեծանում եմ, այդքան շատ են իմ վախերը տարբեր հարցերի շուրջ։ Սիրահարվեցի ուղղակի իմ առաջին սերն էր, ինձ այդ պայնը ամեն դեպքում այդպես էր թվում, իմ ընտանիքը դեմ էր, ոչ թե որ վաղ էր այդ ամուսնությունը, հա, վաղ տարիքում էր, այլ ինչ այդ նույն հանգամանքները, որոնց հետ ես հետո առերեսվեցի, իմ հայրը լինելով բավականին փորձառու մարդ, կյանքից, հա, այսպես հասկացող մարդ, ինձ հենց սկզբից ասեց դու ունենալու ես այս հարցերը, լավ մտածեց այդ մասին, բայց ես չլսեցի իմ պապային եւ եղավ ճիշտ այնպես, ոնց ինքը կանխատեսում էր։ Նաև շատ դժվար է անձին ձևավորվել ամուսնալուծությունից հետո եւ մի շարք կանայք կոմպլեքսավորվում են հենց տվյալ ամուսնալուծություն հասկացությունից։ Ինչ էր դա ձեզ համար եւ արդյոք չկար այդ վախը, որ հետագայում ինչ կլինի։ Ինձ այդ հարցում շատ օգնեց իմ ընտանիքը, մասնավորապես իմ հայրը։ Ես ամենաշատը իր համար էի նեղվում եւ եթե ես կարող էի շատ ավելի շուտ այդ քայլին գալ, բայց իմ մեջ կար անհանգստություն, արդյոք իմ հայրը կհարմարվի այդ նոր իրականության հետ, արդյոք չեմ վնասի ես իմ ընտանիքին եւ ես այդ որոշումը կայացրեցի 4 տարի անց։
գալով են մտքին, որ ինչ է լինի, ու ոչ միայն գալով, որտեվ հայրս միշտ ասել է ինչ է լինի, ես քո կողքն եմ, ոնց էլ ուզես դու արա, դու իմացի, որ դու միշտ կարող ես վերադառնալ տուն ու ես միշտ քո կողքին կանգնած եմ։ Հայրիկիս աջակցությունը շատ մեծ էր ու երբ ես վերջապես այդ որոշման եկա ու իրեն ասացի, որ ես գալիս եմ, ես ուղղակի իրեն SMS գրեցի, ասի ես գալիս եմ, ինքը գրեց լավ բալես։ Ու ես այդպես դուրս եմ եկել ու գնացել եմ ու երբևիցե չեմ զգացել իմ ընտանիքի կողմից ինչ որ ակնարկներ, բա տես ես ասում էի, հայրս երբեք չասեց մինչև այժմ էլ, որ ես քեզ զգուշացնում էի։ Ինչի համար ես իրան շատ շնորհակալ եմ։ Քանի որ ընտանիքս այդպես sense ինձ պաշտպանում էր, ինքնստինքյան այդ վախը կյանքի հանդեպ, ապագայի հանդեպ նվազել էր։ Ես երբևիցե ինձ չեմ զգացել ուրիշ, թերի, կիսատ, չեմ զգացել։ Իրականում բավականին կարևոր է հոր եւ աղջկա միջև ճիշտ եւ լավ ընկերությունը, ինչպիսի ընկեր է եղել ձեզ համար ձեր հայրը։ Իմ հայրը իմ լավագույն ընկերն է, իմ լավագույն իմ ուսուցիչն է ամենամեծ։ Ես իմ հայրիկի հետ խոսում եմ ամեն ինչ համար։ Ընդհուպ ժամադրություններ, ինչ որ գործնական որոշումներ ու հիմա արդեն իր խորհրդին հետևում եմ։ Հիմա երկինքն ինձ ասում է Աննա, պետք չի, ասեմ պապ լավ, ավելի լավ ես հիմիկվանից հրաժարվեմ, քան թե ես 4 տարի հետո գամ ու ասեմ հայրիկիս խոսքը իմ համար շատ կարևոր է։ Աննա, իսկ այն բացասական արձագանքները կամ թեկուզ այն հոլովակները, որոնք շատ հաճախ դու սոցիալական հարթակներում օրինակ գցում ես, դրանք արդյոք չեն հանդիսացել պատճառ, որ ծնողը ընդդիմանա կամ որևէ խնդիր առաջանա դրա վերաբերյալ, թե միշտ հասկացել են եւ ընդունել են քո որոշումները։ Ֆորմատի հետ կապ, հայրս միշտ ինձ խնդրել է հետեւյալը, որ չանես նենց բան, որի համար դու կամաչես։ Ես դա նաև ընկալել եմ, որ չանես նենց բան, որ ես ամաչեմ, ու ինձ թվում է, ես այդ սահմանը չեմ անցնում, ամեն դեպքում հույս ունեմ, որ չեմ անցնում, որպես այդպիսին, տենց կտրուկ արձագանք իմ այդ գործունեությանը իմ ծնողների կողմից չի եղել։ Միգուցե երբեմն ինչ-որ նուրբ ակնարկներ պապան անի, որ չգիտեմ, ես ինչ բանը չեմ սիրում, երբ ինչ-որ պարային թրենդ են անում, բան sense բան կարող ասի, ես դա տենց որպես մեսիջ ընկալեմ, միգուցե իրեն տենց գոհացնելու համար չանեմ կամ այդպես շատ նուրբ ինչ-որ փոքրիկ բաներ։ Խոսենք նաև անձնականի մասին, որը ամենաշատն է քննարկվում ձեր հենց բլոգում։ Շատերը ձեզ եղել է ժամանակահատված, որ ասոցացրել են որևէ բլոգերի հետ, որը եթե դուք ցանկանաք արդեն կշարունակեք, ընդհանրապես ինչ էր դա ձեզ համար եւ իրականում գոյություն ուներ նման պատմություն, թե ոչ։ Հիմա մենք խոսում ենք Օնիկի մասին, բոլորի կողմից ճանաչված Եվ բայց ասեմ, որ Օնիկից բացի եւս մեկը կա, ում հետ ինձ ասոցացրել են որպես ամուսնական զույգ Instagram-ում եւ TikTok-ում, ես իրեն էլ կանդրադառնամ։ Ես չեմ ուզենա հիմա բոլոր փակագծերը բացել, պարզապես կասեմ մի բան, որ Օնիկը երբևիցե չի եղել իմ ամուսինը։ Իսկ մյուս մեր հերոսը Անդրոնիսն է, Անդրոնիս Ղարիբյանը, էլի իմ եւ բոլորի կողմից շատ սիրված սեքսապաթոլոգը, շատերը նաեւ գիտեն, որ ես սկզբից եղել եմ իր կինը, այնուհետեւ ամուսնալուծվել եմ եւ ամուսնացել եմ Օնիկի հետ։ Բայց իրականում դա ավելի շատ ստեղծվում է ինչ որ մի նկատի ունեմ նախագծված պատկեր, որպեսզի հետևորդների հետաքրքրությունը մեծանա, թե իրականում դա զուտ եղել է ձեր կամքից անկախ։ Իրականում ամենասկզբից ես չէի պատկերացնում, որ ինձ շատ մարդ կնայի, որ իմ անձնական կյանքը ինչ-որ մեկին կհետաքրքրի։ Դրա համար ես ինչ-որ տարբեր բաներ եմ ասել ընթացքում, ինչ-որ տարբեր անուններ են եղել, որտեվ իսկապես ինձ թվացել է, որ ես այդքան իմ անդիշուր հետաքրքրություն չեմ հավաքի։ Միգուցե իմ հումորը հետաքրքիր է եղել մարդկանց, բայց ես չեմ կհամարել, որ իմ անձը առավել եւս անձնական կյանքը կարող է հետաքրքիր լինի եւ ինչ-որ տարբեր բաներ են ասվել, բայց ոչ միտումնավոր, հատուկ, թիրախավորելով, որպեսզի սենց լինի կամ նենց լինի։ Պարզապես ասվել են ու դրա շուրջ ինչ-որ բան է հավաքվել,
լրջացել է դա, հա, ու ուղղակի դա բաց եմ թողել, չուզելով ոչ ժխտել, ոչ հաստատել, բայց ոչ թե կերպ իմ լսարանին խաբելու կամ ինչ-որ հետևորդներ հավաքելու միտում իրականում չեմ ունեցել։ Նաև ձեր բլոգում առանձին տեղ է զբաղեցնում այն շրջանը, երբ որ ձեր քույրը ԱՄՆ-ում է գտնվել եւ դուք օգնել եք նրան, որպեսզի երեխայի խնամքը եւ այդ գործընթացը, որը դուք հիմա կներկայացնեք, իրականացվի, ինչ էր այդ շրջանը ձեզ համար։ Թամարա ջան, իմ քույրը 15 տարի երազել է մայրանալու մասին եւ չէր ստացվում ոչ մի կերպ եւ եկանք հասանք այն կետին, որ պետք է սուրոգատ մոր միջամտության միջոցով դա լինի եւ քույրս ԱՄՆ-ում ապրելով չէր կարա դա կազմակերպել եւ այստեղ ես մի տեսահոլովակ հրապարակեցի, որտեղ ասացի, որ փնտրում եմ սուրոգատ մայր։ Շատ-շատերը կարծեցին, որ դա իմ համար է։ Ես ոչ հերքեցի, ոչ հաստատեցի, որտեղ իրականում իմ հիմնական խնդիրը այդ կնոջ այդ աղջկան գտնելն էր։ Հայտնվեցին տասնյակ աղջիկներ ու ես ընտրեցի մի աղջկա։ Ամբողջը պատասխանատվությունը եղել այն վրա, ընտրել աղջկան, 9 ամիս հոգ տանել իր մասին, ամեն անգամ, ամեն շաբաթ գնալ հիվանդանոց իր հետ, կապի մեջ լինել, խմեց տեղերը չխմեց, ոնց է իրան զգում եւ այլն, ու բոլորը համարա այդ ընթացքում կարծում էին հիվանդանոցում, որ դա իմ երեխան է, ու արդեն այնքան էին այդ որ ասում էին բիոլոգիական մայրը։ Ես արդեն ուղղակի ասում եի, հա ես եմ, իհարկե վստահված անձ էի, ունեի թուղթ, որ ես կարող էի ամեն գործընթացի մասնակցել, բայց արդեն շատ էին ասում բիոլոգիական մայրը։ Ես իհարկե ինձ այդ պահին միշտ հիշեցնում էի, որ Աննա ջան, դու ոչ մի կերպ այդ երեխայի մայրը չես, ուղղակի քրոջդ համար ես ամենը անում ես։ Եվ 9 ամիս անց, երբ քույրս եկավ, այդ գիշեր ծնվեց երեխան։ Ժոզեֆը ծնվեց եւ եկավ այդ գիտակցումը, որ վերջնական գիտակցումը, այնպես չի որ ես մի վարքյան կասկածել եմ, որ դա իմ երեխան է, հա, բայց այն վերջնական գիտակցումը եկավ, որ դու կոմիսիան կատարեցիր, այլևս այդ երեխայի մասին այլևս դու չես հոգ տանում ու իրականում հուզիչ պահեր չեմ հերքի։ Գուցե օրից մի օր դուք էլ ընտրեք այդ ճանապարհը եւ դուք էլ տվյալ միջնորդի միջոցով օգնությամբ կարողանաք ունենալ ձեր բալիկին։ Արդյոք այդ գաղափարը ինչպես է գալիս ձեզ մոտ եւ ինչ հետագա նպատակներ ունեք։ Ես դեռ հստակ չեմ որոշել, որտեվ մինչեւ Ժոզեֆի ծնվելը իմ մոտ այդ քրոջս երեխայի մասն է խոսքը հստակ էր, որ ես երեխա չեմ ուզում։ Ես արդեն իմ համար որոշել էի, որ սա իմ ընտրությունն է, սա իմ որոշումն է, ես սենց էլ եմ լավ ինձ զգում, լիարժեք զգում, ես երբևիցե չեմ համարել, որ ամուսին ունենալը, երեխա ունենալը դա պարտադիր պայման է ցանկացած կնոջ կյանքում, ճիշտ է, բնություն այդպես դրել է, հասկանում եմ, բայց կոնկրետ ինձ առանց դրա էլ է ես երջանիկ, բայց այս երեխայից հետո իմ մեջ ինչ-որ մի բան փոխվեց ու ինչ-որ մի բան արթնացավ, որը որ միգուցե եւ տանի նրան, որ ես եւս սուրոգատ միգուցե մոր օգնությամբ կամ չգիտեմ ինքնուրույն կամ օգնությամբ նման քայլի գնամ ու ես շատ նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, եթե կան մարդիկ հիմա ովքեր նայում են, ովքեր փորձում են, չի ստացվում, ես կոմենտներ եմ անգամ կարդում, որ գրում են ես համաձայն եմ ամբողջ կյանքում երեխա չունենամ, բայց սուրոգատ մոր դա ուրիշի երեխա է, դա քոնը չի եւ այլն, ես այնքան ցավ եմ ապրում, որտեվ եթե տվել է այդ հնարավորությունը ժամանակակից բժշկությունը աշխարհը ինչի չոք տվել նա քո երեխան է քո գեներն են պարզապես տվյալ կինը իրեն այդ 9 ամիսը գրում ասրտի տակ Նաև անցում կատարենք հենց բլոգինգին շատերը
բլոգերությունը օգտագործում են նաև որպես միջոց իրենց ռեսուրսները ապահովելու համար, արդյոք համագործակցություններ լինում են, որոնք ձեզ օգնում են ձեր ֆինանսական կայունությունը ապահովել։ Ես ունեմ իմ հիմնական աշխատանքը, բայց նաև կողքից կարան լինեն այսպես փոքրիկ բոնուսներ, այնպես չի, որ իմ նամակների դաշտը ողողված է առաջարկներով համագործակցության, բայց այնպես էլ չի, որ ես ցանկացած համագործակցություն կընտրեմ եւ կհամաձայնվեմ կատարել, որտեվ իմ լսարանը գիտի, որ ես մաքսիմալ իր այդ անկեղծ եմ, ու ես միայն գովազդում եմ պրոդուկտ կամ ծառայություն, որը ինքս կօգտագործեմ, կսիրեմ, կհավանեմ։ Կողքից կարելի է ասել փոքրիկ համալրում իմ գրպանին։ Կարող եմ ասել։ Նաև հիմնականում շատ այսօր խնդրահարույց են դարձել սոցիալական հարթակների ընդհանրապես ոչ անվտանգ լինելը եւ հարթակը ընդլայնված է, տարբեր մարդիկ, ովքեր ցանկություն ունեն, կարողանում են ընդգրկվել։ Արդյոք այսօր TikTok-ը, Instagram-ը, Facebook-ը ընդհանրապես ինչ խնդիրներ ունեն այդ հարթակները եւ ինչ է կարծում ինչպես պետք է լուծում ստանան։ Ցանկացած հարթակ էլ ունի վտանգ, այնպես չի, որ TikTok-ում վտանգը այլ է, Instagram-ում այլ, Facebook-ում այլ, կարող են ներբեռնել պարզապես քո նկարը կամ հոլովակը, տեղադրել կամ քո դեմքով ինչ-որ արհեստական բանականության միջոցով ինչ-որ հոլովակներ նկարեն ու շանտաժ անեն։ Կարծում եմ ու նաև երեխաների համար այդքան էլ անվտանգ չի նայել այդ ամեն ինչը, որովհետև երբեմն այնպիսի ուղիղ եթերներ կարող ես տեսնել կամ այնպիսի ինչ-որ բաներ, հոլովակներ, որոնք հաստատ չարժի, որ երեխաները տեսնեն։ TikTok-ը այդ առումով ավելի միգուցե վտանգավոր է, որովհետև ավելի քիչ է վերահսկվում։ Instagram-ը չգիտեմ ոնց, բայց ամեն դեպքում միգուցե բլոգում է նման վիդեոներ կամ նման ուղիղ եթերներ։ Կարծում եմ TikTok-ը, ճիշտ է, ես էքսպերտ չեմ, բայց կարծում եմ TikTok-ը այդ առումով պաշտպանված չի։ Facebook-ը շատ խիստ է։ Facebook-ը անգամ ցանկացած բառ ինքը կարա որպես ատելության կոչ քեզ սահմանափակի քո խոսքը, ընդհանուր մինչև 1-2 ամիս ինչ որ sense դաժե կարելի լինի։ Իսկ դա չկա Instagram-ում, TikTok-ում։ Նաև Աննա, ինչ հետագա նպատակներ ունեք ձեր բլոգի զարգացման համար, որը որպես այսպես ամփոփում կարող է կիսվել մեզ հետ։ Իհարկե շատ հիմա մտածում եմ, որ ավելի կենտրոնանամ իմ բլոգի վրա, որովհետև շատ քիչ ժամանակ եմ տրամադրում իմ բլոգին։ Նպատակ ունեմ էլ ավելի ինչ-որ որակյալ հոլովակներ նկարել, ավելի միգուցե շատ ավելի սենց էսթետիկ, որակյալ, միգուցե այդ կերպ նաև ինչու ոչ գովազդնել կշատանա։ Եվ որպես անձ ձեզ ինչպես եք տեսնում, եթե օրինակ նշակայք դնենք 10 տարի անց, քանի որ դուք բազմաթիվ նպատակներ ունեք, որ պետք է իրականացնեք։ Ինչպիսին եմ ինձ տեսնում 10 տարի անց, չգիտեմ նախ որտեղ եմ ինձ տեսնում, նկատի ունեմ միգուցե եւ ինչ-որ պահ կա, որ մեկնեմ ծնողների մայրիկս իմ ԱՄՆ-ում է, միգուցե հայրիկս էլ գնա, թե որտեղ կլինեմ չգիտեմ, բայց որ կլինեմ կրկին էլի այն բաց, տաք, ջերմ, անկեղծ մարդը, ինչպիսին որ հիմա կամ միանշանակ եւ միգուցե արդեն 10 տարի հետո լինի 8-9 տարեկան երեխա իմ կողքին։ Իսկ այդ վախի զգացումը ապագայի նկատմամբ կա ձեր մեջ։ Հետաքրքիր է, ես լինելով բավականին տագնապային մարդ, ավելի շատ ներկայի իրավիճակների վրա է իմ տագնապները երևում, ինչ-որ ապագայի նկատմամբ որպես այդպեսին ինչ-որ տագնապներ չունեմ։ Ես կարծում եմ, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու իմ մոտ։ Դե ինչ Աննա, շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար, վստահ եմ, որ իհարկե ամեն ինչ շատ լավ է լինելու։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, ես էլ եմ վստահ։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք նաև ձեզ, կհանդիպենք հաջորդ կիրակի։